Սիրելի հայրենակիցներ, իսկապես կարևոր նախագիծ են քննարկում Տիկին Ավանեսյան, այո, Հայաստանին եւ Հայաստանի բնակչությանը պետք է իսկապես լավ տրամաբանված առողջապահական ապահովագրական համակարգ, բայց այս նախագիծը դա չի ու ինչի դա չի։ Եկեք մի հատ հասկանանք, իմ գործընկերները եւ հանձնաժողովի նիստի ժամանակ նաեւ բազմաթիվ դետալների անդրադարձել են, կլինի տարիքը ինչու 65, ոչ թե 63, կլինի այն, որ դուք միջև հիմա ծածկույթը չեք ներկայացնում, թե վճարը, այսինքն կա հունվարի 1-ից մարդիկ ինչքան են վճարելու կոնկրետ դրամներով, ինչի դիմաց են վճարելու, դա չկա եւ չգիտենք էլ երբ կունենանք, եթե դուք տեսել եք որևէ մասնավոր ապահովագրական ընկերության պայմանագիրը, օրինակ ես կարող եմ հենց հիմա հանել, դժվար չի, ցույց տալ է ձեր ասած հարկը, որ ըստ էության ավելանում է, ինչ կարող է քաղաքացին դրա դիմաց ստանալ։ Դուք ինձ չեք կարող ցույց տալ, դուք դրա դիմաց ինչ եք առաջարկում։ Բայց այս նախագծի ամենամեծ խնդիրը իհարկե ըստիս դա չի, այս տեխնիկական խնդիրները չեն։ Խնդիրը այն է, որ դուք իրեն բերել եք նախընտրական տրամաբանության մեջ ու այստեղից են սկսվում բոլոր խնդիրները։ Այո, դուք 5 տարի խոսել եք սրանից, բայց հունվարի 1-ից արդեն սահմանել եք, որ հարկը քաղաքացու պիտի բարձրանա, դեկտեմբերի 2-ն մենք նոր առաջին ընթերցում ենք անում ու քննարկում ենք, ու այլ պատճառաբանություն, այլ տրամաբանություն, որ 6 ամիս հետո ընտրություններ են ու դրա համար է սա քննարկվում, ուղղակի չկա, որովհետև այլապես մենք հնարավորություն կունենայինք ոչ թե ունենալու այն ինչ որ դուք հասցրել եք բերել ազգային ժողով, այս հարցերին էլ չկարողանալու պատասխանել, այլ հնարավորություն կունենանք միջազգային լավագույն փորձով առաջ շարժվելու։ Միջազգային լավագույն փորձը հատկապես Հայաստանի դեպքում վկայում է այն, ինչի մասին հիմա ես կխոսեմ։ Ըստ էության եկեք իրերը կոչենք իրենց անունների։ Դուք շատ սիրուն փաթեթավորում եք, ինչպես միշտ, ինչպես ամեն ինչը, այդտեղ չեմ կարողանա ձեզ որևէ բան անել, բայց դուք ըստ էության ուղղակի ուսումնասիրել եք շուկան, տեսել եք ապահովագրական ընկերությունների գործունեությունը, տեսել եք, որ այո, այդտեղ կա երևի թե մեծ շահույթ եւ դա կայացած ինստիտուտներից է մասնավոր, հիմա դուք այս ծրագրով մեգա ապահովագրական եք ստեղծում։ Ուղղակի մեկ պետական, մեգա ապահովագրական։ Ու դուք դա անում եք ձեր կառավարման փորձով ու հմտություններով։ Ես հիշում եմ այս ամբիոնին կանգնած Նիկոլ Փաշինյանը ինչ էր ասում Անիֆի մասին, ու խոշոր հաշվով ասում էր, որ պիտի զերծ մնալ բանից, պետական հիմնադրամներ ստեղծելուց, դա ձախողություն է, դա բան է, չպիտի դա այդ փորձը կրկնել։ Ես այդպես չեմ կարծում, դա իմ տեսակետը չի, բայց ձեր կառավարման փորձով մենք ունենալու ենք այդ նույն պատկերը նաև այս դեպքում, որովհետև այո, դուք մի հատ պետական հիմնադրամ եք ստեղծում, ամբողջը տալիս եք իրեն բոլոր լիազորությունները ու անհասկանալի է, թե ինքը ոնց է կարգավորելու այս կարևորագույն շուկան, իսկ ինչ է լինելու մասնավորների դեպքում։ Մասնավորների դեպքում, որոնց շահույթի ամենամեծ բաժինն է կազմում առողջապահական ապահովագրությունը, զրկվելով դրանից ես կարող եմ կանխատեսել, որ քաղաքացիների համար թանկանալու են մյուս ծառայությունները ապահովագրական ընկերությունների։ Ու հետաքրքիր է, այս բանը ոնց է կարգավորվում։ Իսկ ինչ կարելի էր անել, եթե դուք սա չբերեիք նախընտրական տրամաբանության շեմին, եթե այս նախագիծն էլ, այսինքն այս շատ կարևոր միտքն էլ չավաղաղվեր մի քանի քվեի համար ու աշխարհի լավագույն փորձը ուսումնասիրելով այս դեպքում Հայաստանի դեպքում Հայաստանի ապահովագրական ընկերությունների այս կայացված շուկայի դեպքում օրինակ լավագույնը կլիներ հիբրիդային տարբերակը պետություն մասնավոր համագործակցությունը ու երբ խոսում ենք պետություն մասնավոր համագործակցությունից դա այստեղ մի քանի տարբերակ նշվեց օրինակ ինչն է խանգարում որ պետությունը ապահովեր բազայինը այսինքն նվազագույն անհրաժեշտը մասնավոր ընկերությունները ապահովեին մյուս փաթեթները, որը քաղաքացին կուզենա ձեռք բերել եւ որը հիմա 100 հազարավոր քաղաքացիներ ունեն իրենց ապահովագրական փաթեթներով։ Դուք այստեղ մի հատ տարօրինակ բան ասացիք, ճիշտ ասած խնդրում եմ մի հատ դրան անդրադառնալ։ Ինչ է նշանակում միջազգային կազմակերպություններում աշխատող մեր քաղաքացիներին այս օրենքների փաթեթը չի վերաբերվում ու իրանց ապահովագրությունը կարգավորվում է միջազգային պայմանագրերով։ Մի հատ այդ կբացատրեք միջազգային պայմանագրերով ապահովագրությունը ոնց է կարգավորվում ու հստակ ոնց է հունվարի 1-ից իրենք 10,000 դրամ չեն վճարելու այս բանի համար, եթե 200,000 դրամից ավել են ստանում, վճարելու են, ամբողջ հարցը դա է, վճարելու են եւ իրենց համար էլ այս համակարգը պարտադիր։ Եթե պարտադիր չի, մի հատ բացատրեք, որովհետեւ ընդհանրապես բանա շփոթ է դա առաջացնում։ Այսինքն կոնցեպտուալ առումով, այո,
տրամաբանված, մտածված առողջապահության ապահովագրական համակարգ մենք ոչ միայն ուզում ենք ունենալ, այլ ես գիտեմ տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որ պատրաստ են դրա համար վճարել, որ իրենք ունենան եւ իրենց ծնողները ունենան։ Բայց այս օրենքների փաթեթը դրա մասին չի, որովհետեւ ինքը ի սկզբանե դրված է եղել նախընտրական տրամաբանության մեջ, ու մենք հիմա հապշտապ քննարկում ենք, որ ուղղակի միջև ընտրությունները դուք կարողանաք մի քանի քաղաքացու քվեն սրանով բերել։ Սրանով է ամենամեծ վնասը, որ այս նախագծին հաստատվում է։ Երկրորդ ամենակոնցեպտուալ հարցը հասցրվում է, ամենակոնցեպտուալ հարցը նման համակարգ քննարկելու առաջին թիրախը պիտի լիներ առողջապահության համակարգի առաջնային օղակը, պոլիկլինիկաները, որոնց վրա դուք ծանրաբեռնվածություն այս նախագծով ավելացնում եք միայն, թե ինչ վիճակա մեր պոլիկլինիկաներում, թող ասեն մեր քաղաքացիները, ովքեր պոլիկլինիկաներ այցելում են։ Մենք ընդհանրապես մի քանի ամիս հետո բախվելու ենք այն պատկերին, որ այս ձեր շատ ճռճռան սիրուն խոստումները ուղղակի բախվելու են իրականության պատին ու փշրվեն, որի համար ես շատ ափսոսում եմ, որտեղ այո, սա կարևորագույն նախագիծ էր։ Լիպսիմե Հունանյան